Հաջորդը ներկայացումը Գարեգին Չկազյանի կողմից հայկական կիբերմուսայի ազատագրում։ Շատ լավ։ Սկսենք։ Ուրեմն իմ ելույթս նվիրված է մի գործի, որը բոլորդ երևի լսել եք, Երվանդ Քոչարի հայտնի գործն է, կոչվում է կիբերմուսա կամ կիբերնետիկայի մուսա, ես կրճատել եմ, կիբերմուսա եմ կոչել, բայց բուն ամբողջ ելույթս մի քանի մասից է բաղկացած, ուրեմն ես խոսելու եմ քաղաքակրթության այն փուլի մասին, որը նոր է սկսվել, եւ նրա մուսայի եւ իր լեզվի մասին, այսինքն կիբերնետիկայի եւ ցանցի մասին։ Հետո կխոսենք այդ փուլային անհավասարաչափության մասին, որը կա այդ անցման շրջանում, ինչպես նաև կվերադառնանք արդեն բուն մեր թեմային, այսինքն հայկական կիբերմուսային։ Իմ հիմնական փոխաբերությունը, որ ես օգտագործում եմ, դա բոժոժի կամ հարսնյակի փոխաբերությունն է։ Այս process-ը, որ դուք այստեղ տեսնում եք, քրիսալիսիս, դա բոժոժից թիթեռնիկի առաջացումն է։ Ուրեմն ինչու ենք համեմատում մեր ժամանակի հետ, որովհետև այսպիսի ահռելի փոփոխություններ, տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք այս գրաֆիկների վրա արտահայտվում են, դա Facebook-ի, Twitter-ի եւ մնացած սոցիալական ցանցերի այսպես պայթուցիկ աճն է, երբեմն տարեկան 1000%-ից ավելի, որը գալիս է խոսելու, որ մենք ինչ-որ մշակութային, հատկապես մեդիական մշակույթը մի նոր որակական նոր փուլ է մտնում։ Այստեղ տեսնում ենք, որ անգամ առաջիկա տարիներին այդ ճգնաժամային իրավիճակում ֆինանսատնտեսական տարեկան ինտերնետի բովանդակությունը մինչև 130% աճ է ապրում։ Ուրեմն համեմատության համար ասեմ, որ 3% է սովորական աճը լավագույն տարիներին արտադրության եւ տնտեսության։ Այստեղ տեսնում եք զուգահեռ իրականություններ, այսինքն կոտորակված իրականություն, որը մեդիական մշակույթին է վերաբերվում եւ դա առնչվում է նորից այդ բոժոժի կոտորակված էությանը։ Բոժոժը, որը կենտրոնում տեսնում եք, ինքը միաժամանակ եւ թրթուր է եւ թիթեռ է եւ դժվար է ասել, որ չափով է թրթուր, որ չափով է թիթեռ որոշ ժամանակ անցումային փուլում։ Այստեղ տեսնում ենք, որ այդ անցումային փուլը թե մարդկային մակարդակի, թե ուրեմն հանրության մակարդակի, ազգի մակարդակի եւ գլոբալ մակարդակում կարող է ուրեմն շատ համեմատվել հենց այդ բոժոժի process-ի հետ։ Անկամ այն պատկերները, որ այստեղ տեսնում եք, ես ուշադրություն եմ հրավիրում դրա վրա, որ շատ նմանվում են, այսպես ցանցը նմանվում է բոժոժին։ Ոչ միայն մարդիկ են իրար հետ սկսում ավելի ու ավելի շատ կապերով առնչվել, այլև իրերն են սկսում պրոցեսորներ ստանալ եւ ամեն իր փոխանակվում է ուրիշ իրի հետ, հաղորդակցվում է, ինչպես նաեւ մարդու հետ է փոխանակվում եւ ուրեմն առաջանում է մի այսպես ցանց, որը մարդիկ տարբեր անուններ են օգտագործում, շատ օգտագործվող անուններից մեկը նոոսֆերան է։ Սա որոշ պատկերներ են, որոնք ցույց են տալիս այդ համաշխարհային մոլորակային մակարդակում այդ բոժոժացման process-ը, որպես փոխաբերություններ իհարկե, եւ մենք հիմա կտեսնենք նաեւ թե այս պատկերը ինչպես կարող է մեզ սխալ ուղղությամբ տանել, որովհետև իրականում բոժոժացումը հավասարաչափ տեղի չի ունենում։ Այս նորարարության process-ները, որ աշխարհում կատարվում են, շատ անհավասարաչափ են եւ բոժոժը սա օրինակ այդ անհավասարությունն է ցույց տալիս կապերի տարբեր երկրների միջև եւ մենք կտեսնենք, որ նորարարության քարտեզը համաշխարհային ահավոր անհավասարաչափ է, սա հենց այդ քարտեզն է։ Այստեղ տեսնում ենք, որ հիմնականում Միացյալ Նահանգներն են, Եվրոպան եւ հարավ-արևելյան Ասիայի երկրները, ինչպես նաեւ Իսրայելը։ Աշխարհի մնացած մասը կարծես այս բոժոժացման ընթացքում որպես ուտիլիզացվող նյութ է օգտագործվում։ Ուրեմն այս քարտեզը հենց ամերիկյան քարտեզ է եւ սա մի ուրիշ քարտեզ է, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես են կապված ֆիզիկական մակարդակում, ինչ կապուղիներ գոյություն ունեն եւ ինչքան անհավասարաչափ են կապուղիների բաշխումը աշխարհով մեկ։ Այսպիսի քարտեզները թույլ են տալիս հասկանալ, որ այս բոժոժից ծնվող աշխարհը դժվար է ասել կլինի հրեշ, թե կլինի գերմարդ կամ գերմարդկային մի հասարակություն եւ դրա համար շատ կարեւոր է, որ սոցիալական նորարարությունը ուղեկցի
տեխնոլոգիական նորարարությանը։ Եթե մենք այդ կոնտեքստը լավ հասկանանք եւ հասկանանք, թե ինչու որոշ երկրներում տեղի են ունենում տեխնոլոգիական փոփոխությունները, իսկ ինչու ուրիշներում տեղի չի ունենում կամ դանդաղ է տեղի ունենում, մենք կարող ենք նաեւ Հայաստանի համար որոշակի եզրակացություններ անել։ Սա Էստոնիայի օրինակն է, Էստոնիան փոքր երկիր է մեր նման, բայց տեսեք, որ այս փոքր երկիրը իր համար սցենարներ է մշակել բոժոժից դուրս գալու։ Եվ այստեղ մենք տեսնում ենք երկու առանցքներից մեկը նորարարությունն է, մյուսը համերաշխությունը։ Ուրեմն ըստ այդ համերաշխության մենք կարող ենք տեսնել, որ Էստոնիան լրիվ ուրիշ ճանապարհ է ընտրել, Հայաստանը ճիշտ հակառակը։ Ինչու եմ ասում սա, որովհետև երկու երկրներն էլ դուրս եկան մի կախյալ վիճակից, բայց մենք ընկանք մի ուրիշ վիճակ եւ այստեղ պատկերված է նորից մուսան, կիբերնետիկայի մուսան, որպես ուրեմն նամականիշ, եւ այդ նամականիշը 50-ամյակին նվիրված էր Մերգելյանի ինստիտուտի, ով է հիշում, երբ արվեց, մեկը հիշում է, որ մենք այդպիսի բան ենք նշել։ Մենք նաեւ մոռացել ենք, որ այս արձանը գտնվում է Մերգելյանի բակում եւ ուրեմն ասպետը, որի մասին խոսում եմ, դա Երևանդ Քոչարն է, որը 70 թվականին որպես Մերգելյանի ինժեներ ընդունեցին, որպես այս գործը ստեղծի, բայց սովետի ժամանակ փաստորեն արգելվեց եւ պուրակում դրվեր Մերգելյանի, չդրվեց, արգելվեց, ներս դրվեց, բակում ծառերով պատվեց եւ բանտվեց, հետո եկավ անկախության շրջանը, որի ժամանակ էլի ոչ ոք դիժություն չարեց, իսկ վերջի շրջանում ինչ տեղի ունեցավ, Մերգելյանը վաճառվեց ռուսներին եւ այդ արձանը խախտելով բոլոր հայաստանյան օրենքները ժառանգության, մշակութային, նույնպես վաճառվեց Ռուսաստանին, ընդ որում ի պահ տրվեց Ռուսաստանին այն դեպքում, երբ որ իրենց էլ պետք չէ այդ արձանը, եւ սա շատ խորհրդանշական վիճակ է։ Հիմա իմ առաջարկս այն էր, որ մենք պետքա վերջի սլայդում դուք նկատեցիք, որ ազատագրել է պետք է արձանը եւ պետք է բերել այն միակ տեղը, որտեղ Հայաստանում դեռ մնացել է հանրային տարածք կենտրոնում, դա Կասկադի այն մասն է, որտեղ շատ գեղեցիկ արձաններ են դրված, բայց այդ արձանները Հայաստանում չեն ստեղծված։ Այսքանն է, շնորհակալություն։